Այս իշխանությունը հայտարարել է, որ ժողովուրդը բարձրագույն արժեք է, եւ մեր լրատվամիջոցներից մեկը հետարքիր մի հաղորդում ունեցավ, բայց այդ բարձրագույն արժեքը փախնում է քո երկրից։ Ինչ ես դու անում այդ բարձրագույն արժեքը քո երկրում պահելու համար։ Իդեպ, ինչ ասում եմ փաստերը։ Այս քաղաքացիները փորձում են վաճառել իրենց տները Հայաստանից հեռանալու կամ արվարձաններում ավելի էժան գնով բնակարան ձեռք բերելու նպատակով։ Բնակարան վաճառողների թիվն օրեցօր ավելանում է։ Վաճառում եմ, թողեմ գնամ, որտեղ որ ինձ կընդունիմ 5 երեխայի հետ, ես թողում գնում եմ։ Այսօր որը եթե ես վիճակի չեմ իմ երեխաներին պահելու, որ երկրում որ կարող եմ պահել, այնտեղ էլ կարող եմ ես մնալ իմ երեխայի հետ։ Ուր եք գնում։ Հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը։ Ինչու եք մեզ թողնում այս ձեզ կողմից սիրված իշխանությունների հետ։ Ես մնացել եմ սոված, տունս վաճառում եմ, որ ապրեմ։ Վաճառում եմ գնամ արտասահմանին նվիրվեմ, որ ղեկավարությունը 7-8 տներ առաջ օգտվեն, իսկ ես գնամ նեղության մեջ ապրեմ։ Իդեպ, ինչ ասում եմ փաստերը։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներն ուշացել են 3-4 ամսով։ Տված թոշակներ 4000 ռուբլա։ Եվ այսօր էլ չունի մուտելու փող։ Ինչի են իմ թոշակը պահել այսքան ժամանակ 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուզում։ 100 կիլովատ ծախսում են 2500 դրամ Ոռդիստան։ Իրավունք ունեք այսպիսի հարց տալ։ Երևի իրավունք ունենք։ Իդեպ, ինչ ասում եմ փաստերը։ Այնինչ կատարվում է թիմ ընտրությունների կատարվեց ժամանակ եւ դրանից հետո սա ուղղակի մաստեր կլասը իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար։ Թիմ չենիրը գիտեք նախանձությունից կմեռներ։ 1998-ի մարտի 30-ի նախագահի ընտրությունների այս դրվագը պատմական է։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը Քոչարյանի օգտին քվեարկած հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Հանձնաժողովի անդամ Էմա Խուդաբաշյանը կարճ եւ ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։ Ես այսպես պարկետի ящики վրա բռնեցի։ Բռնեցին այս մազերիցս մեկը, վզից խփեց մյուսը, ու ящիկը բացեցին, գցեցին։ Ես գոռում եմ, օգնեցեք, միլիցիոներ, միլիցիոնացմա, մենք չենք գա։ Իդեպ, ինչ ասում եմ փաստերը։ Հիմա մի քանի խոսք շատ կարճ ժողովրդավարության մասին։ Հայաստանը իրոք դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Բոլոր նախադրյալները դրա համար արկա են եւ արիերևույթ են։ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի ժողովրդավարությունը կրեց այդ պահի ամենադաժան փորձությունը։ Իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին եւ հարձակվեց նրանց վրա էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան-մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով։ Առաջին անգամ իշխանությունն այստեղ փորձարկեց ցուցարարներին հետապնդելու եւ ծեծելու մշակույթը։ Բռնության ենթարկվեցին լրագրողներ, որոնց անձամբ ըստ հայկական ժամանակորաթերթի թղթակից Հայ Գևորգյանի թիրախավորում էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը։ Տասնյակ անձեն մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոցներ, ձերբակալվեցին ընդդիմադիր գործիչներ ու պատգամավորներ։ Ջարդուխռուդ արվեցին նրանց գրասենյակները։ Սա ուղղակի մաստեր կլասը իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար։ Թիմ չենիրը գիտեք նախանձությունից կմեռներ։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, ոչ միայն չի եղել, հնարավոր չէր պատկերացնել ուղղակի։ Դատախազությունը շատ հետաքրքիր կեցվածք ունի, դատախազությունը դարել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության եւ սահմանադրության, այսպես ասենք, պահապանը։
Ընդդիմադիր մի քանի գործիչ 2000 թվականի օգոստոսի այս օրերից ավելի քան 3 ամիս առաջ դիմել էին դատախազություն քրեական գործ հարուցելու Քոչարյանի եւ Ալվինա Զաքարյանի նկատմամբ։ 1998-ին նախագահի ընտրություններից առաջ ազնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը 10 տարվա Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ էր տրամադրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս դառնա նախագահ։ Մինչդեռ վերջին 10 տարում Ռոբերտ Քոչարյանը չի եղել Հայաստանի քաղաքացի, դատախազությունը նրանց մերժել էր 96 օր հետո։ Անօրինական տեղեկանքներ ձեռք բերելով եւ անօրինական կարգով նախագահի տեխնացու գրանցվելով Ռոբերտ Քոչարյանը խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության երկրորդ հոդվածը, այսինքն յուրացրել է իշխանությունը։ Դատախազությունը ունի շատ բարդ հարաբերություններ կամ իրավագիտության հետ, կամ խղճի հետ։ Իդեպ, ինչ ասում եմ փաստերը։